Նկարիչների միության դահլիճում ներկայացված աշխատանքների հեղինակները նշված չեն, մրցույթի կարգն է այդպիսին։ Ժյուրին պետք է չիմանա, թե ում աշխատանքն է գնահատում։ Արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող ժյուրիի անդամները շրջում են դահլիճում եւ համապատասխան նշումներ անում։ Արդյունքում կընտրվեն այն երիտասարդ արվեստագետները, որոնք այս տարի կարժանանան նախագահի կողմից սահմանված երիտասարդական մրցանակին։ Երկրորդ փուլին, երրորդ փուլի ընտրությունը միշտ ավելի բարդ է կայացնել, որովհետեւ պետք է ինչ-որ բան ներսից ձևափոխես, որ լավից լավ ընտրես, օրինակ ես 3-4 շուրջ կատարեցի ու փորձում եմ տարբերություններ դնել։ Այս տարի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 26 արվեստագետ, 3 ընտրական փուլից հետո եզրափակիչ է հասել 14 աշխատանք, 7 գեղանկար, 3 քանդակ, 3 ֆիլմ ու 1 թատերական ներկայացում։ Քանակային պակասել են այս տարի, բայց որակական ավելի մենք առաջընթաց ենք տեսնում ներկայացված աշխատանք։ Տարիներ են եղել, որ 80-ից ավել աշխատանք են ներկայացվել, բայց անցել են եզրափակիչ փուլը, ասենք 20-ը կամ 18-ը։ Մրցանակային տեղերը 3-ն են երիտասարդ մասնակիցները, սակայն մասնակցությունը եզրափակչին արդեն իսկ հաղթանակ են համարում։ Դու հասկանում ես, որ աշխատանքը, որը որ ստեղծվում է, ու որի վրա մեջ ջանքեր ես ծախսում, որևիցե արդյունքի կարող ես հասնել, դիտվում է, գնահատվում է եւ դա ավելի ուժ է տալիս նորից ավելի շատ ստեղծագործելու եւ իհարկե նպաստելու հայկական կինոյի զարգացմանը։ Հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 26-ին Դափնեկրի վկայականը, կրծքանշանն ու դրամական պարգևը երիտասարդներին կհանձնի Հանրապետության նախագահը։ Սյուզան Չիչակյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։